Երկրի ղեկավարը, որը երկու պատերազմի մեջով երկիրը անցկացրել է, խայտառակ ձևի իրականում տենց է դուրս գալիս, հիմքը հիմա ենք տեսնում, երկու պատերազմ անց ինքը տենց բանա, չի հասկանում բանակը որքան ուժեղ պետք է լինի, եւ ընդհանրապես բանակի նշանակությունը չի հասկանում։ Ինչ բան է ուժեղ բանակը, եթե հասկացվի, արդեն ումից է ուժեղ բանակը նշանակում է, ինչ բան է ուժեղ բանակ։ Քո բանակի կողմից պոտենցիալ հակառակորդին հասցված վնասը համեմատությամբ այն օգուտի, որ ինքը կարա ստանա, ասենք տասնյակներով ավել է։ Եթե ինքը օրինակ ուկրաինական բանակը Ռուսաստանին 300 մետր խորանալու համար, ասենք, չգիտեմ, հաշիվան ներկայացնում 800-ից 1500 մարդու կյանք, 4 հատ տանկ ու 2 հատ հրետանի, ինչ որ մի պահի դու հասկանում ես, որ դու այդ 800 մետրները էլ չես կարա վերցնես, պետք է նստես պայմանավորվես, խոսքը դրա մասին։ Այսինքն բանակի ֆունկցիան այդ ինչ չի, որ Նիկոլը պատկերացնում է այդ ձիերով բան այրուձին պետքա վեր կանա, բան սրերը հանի, տենց վազվզի այնտեղ, մարդը երկրի ղեկավարը չգիտի բանակը ինչի համար։ Տեղյակ չի բանակը ինչի համար։ 8-րդ տարին է գնում է կառավարման։ 8-րդ տարին է ինքը չի հասկանում բանակը ինչի համար։ Հարցն է անում, որ 4-րդ հանրապետության անցման ժամանակահատվածը շատ անհաջող ընտրվել։ Իմաստ չեմ տեսնում, դե որովհետև հիմա այս պահին, երբ իրականացվում է այդ տեխնոլոգիական հերթական հեղափոխությունը եւ հերթական անգամ մարդկությունը նոր արտադրամիջոցների շնորհիվ նոր փուլի է դուրս գալիս, դու դեռ չգիտես ինչ է լինելու։ Այսինքն դու չգիտես այդ տեխնոլոգիական զարգացումը ուր է բան, կարող է բլոկչեյնի տեխնոլոգիան գալիս է նրան, բերում է նրան, որ չգիտեմ, օրինակ անձնագրերի հետ կապված այլևս խնդիրները տեղափոխվում են տեխնոլոգիական դաշտ, ոչ թե բան, մինչև հիմա մարդիկ չեն կարողանում մեզ կենսաչափական անձնագրեր տրամադրել։ Չգիտեմ, պետությունը, չէ, ինչքան ժամանակ է չկա։ Հարցը։ Հիմա կարող է ժամանակի հետ կապված, ասենք, չգիտեմ, արհեստական բանականության կիրառումը նույն Հայաստանի կամ Տրամպի Հայաստանի, Ալբանիայում այդ որ նախարար մցրեցին, որը արհեստական բանականությունը, ի՞նչ նախնդիր է դրա, որ նախնդիր, իրավական հիմք չկա, բայց արդյոք դա աշխատող է, արդյոք պետք է աշխատի, արդյոք պետք է լինի, թե ոչ, այս ամեն ինչը պետք է նոր սահմանադրություն լինի, որտեղ է սահմանափակում, այսինքն պետք է տեխնոլոգիական այդ անցման ընդ որում Այսինքն դու կոնցեպտուալ եք տեսնում։ Բա երբ որ դու նոր հանրապետություն ես սարքում, ոչ թե միայն հերթականությունը թվերի։ Ինչ իմաստ ունի փոխել։ Փոխելը իմաստ ունի, երբ որ քեզ մոտ տեխնոլոգիան նենց է զարգանում, որ ասենք արտադրամիջոցներ, կենսագործունեություն, կյանքի որակ, այդ ամեն ինչը փոփոխվել է։ Հիմա հարց, պետք է արդյոք թույլ տրվի արհեստական բանականությամբ բժշկական ախտորոշման գործողությունները պետքա թույլատրվեն թե ոչ։ Արդյոք պետքա թույլատրվեն բաներ, միջազգային կորպորացիաների մակարդակով անձնական տվյալների փոփոխություն, ընդհանրացում։ Այսինքն Հայաստանը հավաքի այդ տվյալները, չգիտեմ, Նովարտիսի հետ կնքի պայմանագիր եւ Նովարտիսին, ասենք, հրավիրելով Հայաստան թույլ տա, որ նրանք վերցնեն Հայաստանի հիվանդների բազան եւ այդ արդյոք սա պետք է լինի, դες ամեն ինչը պետք է սահմանադրության մեջ լինի։ Այսինքն 4-րդ հանրապետությունը Նիկոլ Փաշինյանը օգտագործում է իր սեփական հետույքը իր սեփական աթոռի մեջ պահելու են։ Ինչպես յայլեն է պահելու։ Դե իրեն պետք է Ինչպես է պահելու դրան։ Ինքը իրան ուզում է մեծարի եւ իր կողմնակիցները ուզում են իրան մեծարեն։ Բայց խոսքը նրա մասին է, որ ինքը անգրագետ է, ну, в смысле, ոչ թե գրել կարդալ գիտի, լավ էլ գրում կարդում է։ Բայց զիմաստությունը եւս խրատ չի ճանաչում։ Այդ ամբողջ հարցը փոփոխությունը կյանքը փոխվում է ոչ թե
4-րդ հանրապետություն հայտարարել մենակ նրա համար որ սահմանադրություն պետք է նոր սահմանադրություն փոխեց, հա ճիշտ է ասում, ինքը 20 թվականը բացել էր սահմանադրական փոփոխությունները, 92 թվականի այդ այոն որ գողացել էր, եթե հիշում եք, լոգոն որ գողացել էին, նորից դրել էին այդ ու որոշ մարդիկ ովքեր մենք կոչում էինք Սազանդար դեռևս Արմենիայի այդ ժամանակ իրանք վազվզում էին հետը հարց չկանգած էին Հայաստանով մեկ սաղտեղ կովիդ էր ասում էինք փագեք երկիրը բան արեք բայց իրանք վազվզում էին հեղափոխություն էին լավ ասենք արեցի ասել ես հարց չկա հիմա Ալիևը պահանջում է որ դու փոխես այդ հղումը անես ասել եմ չէ որ դա անիմաստ է ձեր եթերում եմ ասել լրիվ անիմաստ է որտեղ այդ բանի հռչակագրի հիման վրա մեր անկախությունը ճանաչել են մենք սահմանադրություն ընդունել ենք 95 թվականին հռչակագիրը 90 այսինքն մեզ ճանաչել 93 թվականի դրությամբ մեզ արդեն հիմնական ծավալը երկրների ճանաչել էր մնացել են հա այդ երկրորդն էր Թուրքիան այդ թվում ասենք մնացել էին Վանուատուները դե առանց իրենց մի կերպ յոլա կգնանք տարբերակով հիմա այսինքն դա պոնտ է դա աբսուրդ է Թուրքիան մեզ այդ հռչակագրով ճանաչել է եղբայր Արարատով Մասիսով մեր բանով Ղարաբաղ շարժումով ՀՀՇ-ով այդ ամեն ինչով Թուրքիան ճանաչել է Եվ հռչակագրի 7-րդ կետով հռչակագրի բոլոր կետերով 87-րդ կետը ընդերքին էր վերաբերում կետերից մեկով որտեղ ցեղասպանության ճանաչման հարցը որովհետև բոլոր կետերով ճանաչել էին մեզ հիմա ինչ որ բան են անում ասում են սահմանադրությունը փոխի սահմանադրության փոփոխությունը որն է ասենք լավ բոլորը կենտրոնանում են դրա վրա հարց արդյոք այդքան այնքան վատն է պարլամենտական հանրապետությունը որը մենք հիմա ունենք պատասխան ոչ պարլամենտական հանրապետության շնորհիվ ենք մենք կարողացել այդ թավշյա հեղափոխությունը անել եւ կայունություն պահպանել պարտված պատերազմների նախագահականներ կտային կսատկացնեին սա ժողովուրդը հայտնի չէր ինչա կայուն է Պարլամենտ կա, կառավարություն կա, այսինքն կայուն է, կայունություն կա։ Դու խնդիր չունես, չես կարա մի հոգու ոնց որ Սերժ Սարգսյանին կանչես Խորվաթիա, հետո կանչես Մոսկվա ու ինքը պարզվի որ ոչ թե Եվրոասոցիացիումը ստորագրելու բոլորի հետ միասին, այլ գնում է բան։ ԵԱՏՄ, նույն ժամանակ ընդամենը բաներ մաքսային միություն։ Բայց պատրաստ էր Հայաստանը ավելի լավ դիրքերում էր, քան Մոլդովան եւ բանը Ուկրաինան։ Բայց էլի մեկ մարդու վրա ճնշում գործադրելով Ռուսաստանը ստացավ։ Այո, իսկ հիմա հնարավոր չի դա։ Ու իրանք համոզվեցին, որ հնարավոր չի նոյեմբերի։ Այսինքն եթե Փաշինյանը որոշի խորհրդարանը չի տա իրեն այդ մանը։ Գլուխը քարով կտա։ Պարզա չի որ չի կարա։ Այսինքն խորհրդարանը դեմ կկանգնի, Պրոցեսը ուրիշ է։ Այնտեղ նախագահի որոշում, Սերժ նախագահական որոշումին դից է։ Հիմա չի կարա, նոյեմբերի 9-ը ստորագրեց, չէ՞ մարդը։ Եվ ինչ արեց խորհրդարանը։ Ոչ մի բան, բայց խորհրդարանը չարեց, դա էլ չգործեց։ Ինքը իր ստորագրությունը օրենքի ուժ չունի։ Վարչապետի ստորագրությունը օրենքի ուժ չունի, մինչև պարլամենտով չի անցնում, չի քննարկում, այսինքն դմանատիպ գործողությունների խնդիրը նու բանը որն է, եթե ես միշտ ասում եմ, եթե Սերժ Սարգսյանը Պուտինին ասեր, վայ կներես տունը բանալին մոտը սա հարտուկս չեմ անջատա, այդ տունը հաց պետք է հասցնեմ, սպասի գնամ, հետո կգամ կստորագրեմ այդ քո մաքսային միությունը, ոչ մի բան չէր լինի։ Քեզ դնում են սենյակում փագում են, ասում են ստորագրի, դու ստորագրում, ու իրականում տենց չի եղել այնտեղ խոսակցություններ կան ռուս օլիգա Ռուսաստանում բնակվող օլիգարխատի մասին, որը ճնշում է գործ է Սերժի վրա ու вообще Մոսկվայում չի եղել, բայց ամեն դեպքում ուրիշ տեղ է եղել այդ ճնշումը, Եվրոպայում շատ խնդալու է, բայց ամեն դեպքում ինչ են արել, այդ բանը, process-ը փաստացի հեղաշրջման, որովհետև այդ ժամանակ արդեն դրույթը կար սահմանադրական, որ ինչ որ միտեղ Հայաստանը մտնում է միայն հանրաքվեով։ Իսկ Սերժ Սարգսյանը մցրեց առանց հանրաքվեի, ստորագրեց առանց հանրաքվեի։ Մենք հիմա ԵԱՏՄ-ում ենք սահմանադրության խախտմամբ։ Ռուսները դա լավ գիտեն։ Դրա համար են ուզում սահմանադրությունը փոխեն համել, այն որ դա հիմա ջրվեց գնաց։ Բայց այս պահին այն որ ասում են բան հանրաքվե պետք է անենք, որ մտնենք Եվրոպական միություն կամ բան, ոչ։
Մենք չպետք է ոչ մի հանրաքվե անենք։ Մենք հիմա ԵԱՏՄ-ում ենք Սերժ Սարգսյանի կառավարության ինչ-որ բանի որոշումը, բայց սահմանադրական գործընթացը չի անցել։ Եվ սահմանադրական դատարանը, որը օքեյ է տվել, գալաթար է, այդ սահմանադրական դատարանը, այդ կազմը, որը որ դրան օքեյ էր տվել, Նիկոլ Փաշինյանը ասում էր անցագործ ու տվեց հանեց բոլորին։ Այս մոտ սենց է, մենք հիմա, որ ամբողջ բանից անջատվենք։ Գոյություն ունի ինչ-որ վիրտուալ ավելացված իրականություն, որը կոչվում է ԵԱՏՄ, որը մեր սահմանադրական գործընթացի հետ երրորդ հանրապետության իրավական ողնաշարի հետ գոյություն ունի այնքանով, ինչ որ պարազիտի պես եկե կպել է։ Բայց պարազիտ է, ինքը բնական մերը չի։ Մենք սահմանադրական համապատասխան գործընթաց չենք անցել, որ Հայաստանը մտցրել ենք ԵԱՏՄ։ Հիմա այս պահին մենք ԵԱՏՄ-ի արչև, Ռուսաստանի արչև, Ղրղստանի արչև, որևէ իրավական պատասխանատվություն, որ դες վատով նայես չունենք, սահմանադրական դատարանը պրոստը ասի սեպտեմբերի 3-ին գալաթա արեց, սխալա արել, վերջ, պեչատ կնիկ, всё, հելակստից սահմանադրական գործընթաց չի իրականացվել։ Չի իրականացվել, մենք նորմ ունենք, որ մտնելուց պետք է արվեր հանրաքվե, չի արվել։ Ընդ որում 15 թվականին ընդունված, բայց մինչև էդ էլ ա եղել, 2005-ին էլ ա եղել։ Այդ նորմը եղել է, այսինքն այն պահին, երբ այդ բոլոր քննարկումները եղել է այդ նորմը։ Դա պետք է լիներ հանրաքվե, բայց Սարգսյանը լավ հասկանում է, չի լինելու դա։ Փաշինյանը եւ 40 ավազակներ, այդ 40 ընտանիքներն են, ովքեր ԵԱՏՄ-ից եկամուտ ունեն։ Մենք ԵԱՏՄ-ում ենք եւ Ռուսաստանի հետ այսպես կիպ կպած ենք, որտեվ պայմանական 40 ընտանիք կա, 40 մեգա դախլչի, սուպեր դախլչիների հավաքածու, ովքեր դրանից գերշահույթ են ստանում։ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի հետ մտերմություն անելուց 1830 թվականից ստացել է մենակ կոտորած ու կորուստ։ Նորից ոչ մեկ չի կարող ուղղակի փաստերով ապացուցել, որ այն պահից, որ հայերը որոշել են, որ Ռուսաստանը լավն է, Հայաստանը ինչ որ ձեռքբերում է ունեցել կամ հայազգի ինչ որ ձեռքբերում է ունեցել։ Մենք հիմնական տարածքների մնացել ենք 15%-ով, դաժե ավելի փոքր, բնակչությունից ինչքան են կոտորվում, մենակ Աստված գիտի։